Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ ես քաղաքապետարանի խորհրդի տեխնացուն եմ Գլենդելի։ Եթե դուք ուրիշ քաղաքներում դիտում եք, այս ծրագիրը դիտում եք, եւ ազգական վստահ եմ, մեկը չկա, հայ միտեղ ապրում է Գլենդելում ազգական բարեկամ չունենա։ Այդ ձեր քաղաքից զանգարեք ձեր ազգականին Գլենդելում իրենց խրախուսեք, որ անպայման ընտրության մասնակցեն։ Եթե հարցեր ունեն, մեր հեռախոսահամարը շատ հեշտ է 818 24 մնացածը բոլորը 9 24 մնացածը բոլորը 9 ուրեմն 818-249-9999 հեռախոսահամարն եթե հարցեր ունեք իսկ եթե դուք կարող եք նվիրատվություն անեք ձեր հեռախոսով կարող եք որտեղ ընտրություն շատ ծախսալից աշխատանք է մասնակցելը կարող եք այստեղից ձեր հեռախոսը պահեք վրեն եւ ձեր օգնությունը ղրկեք անմիջապես կհասնի ընտրությունը հունիսի 2-ին է տեղի ունենալու ես հիմա ուզում եմ խոսել այն ինչ որ Air Canada օթանավ ինչ որ կանադայից գալիս էր Մոնտրեալից գալիս էր դեպի Նյու Յորք LaGuardia Airport էր գալիս հանկարծ մեկ հրշեջ մեքենան ճիշտ գալիս է այս օթանավի առջևը եւ պատճառ է լինում որ օթաչուն եւ իր օկնականը երկուսն էլ մահանում են երկու ուրիշներ վիրավորվում են զարմանալիորեն այդ տեսնում եք օթանավն է երբ որ մյուս կողմից գալիս է հրշեջ մեքենան գալիս է օթանավը տեսեք բարձրացել է այս աշխատողներից օթանավի մեջ ստյուարդեսներից այդ կանանցից մեկը օթանավի մեջից դուրս են գնում բայց բարեբախտաբար իրեն խնդրեմ չի ելնում նայեք այսպես ինչպես գնում է այդ հրշեջ մեքենայի մեջ երկու հոգի են լինում սա մեքենան տեսեք փշրվել ջարդվել է բայց երկուսը վիրավորվել են բայց մեկը արդեն տուն է գնացել մյուսն էլ շուտով մահացու դժվարությունների մեջ չի հրշեջներ որ այս մեքենայի մեջ էին իսկ օթանավի մեջ օթաչունը իր օկնականը մահացել են օթանավը տեսնում եք մնացել է օդի մեջ 40-ից ավել մարդ վիրավորվել է իհարկե LaGuardia Airport-ը ավել փոքր օթանավականի իհարկե շատ մեծ է համեմատ Նյու Յորքի John F. Kennedy օթանավակայանի համեմատ շատ փոքր է եւ այսպես դեպքը տեսնում եք այն կողմից տեղինով մասամբ տեսնում եք շեջ մեքենան է գալիս մյուս կողմից մեքենա այսինքն օթանավն է գալիս 20 վայրկյան առաջ եւ վերջում 9 վայրկյան առաջ ասում են որ կանգնի բայց չեն կարողանում այսինքն ճիշտ չի լինում եւ այսպես տեսնում եք այդ անձը ինչ որ control room-ը ասում է stop բայց դրանով հանդերձ 1 վայրկյան հետո այս accident-ը տեղի է ունենում այսինքն շեջ մեքենային ասում են կանգնի բայց հնարավոր չի լինում եւ այսպես դժբախտություն է լինում հիմա դեռ շարունակվում է ուսումնասիրությունը այս մասին մեկը խոսում է այդ անձը որ ուղղություն էր տալիս ասում է ես այնտեղ աշխատեցի որ անմիջապես լուր տամ երբ որ այդպես է գիտեք ընդամենը այդ օթանավակայանում այդ վայրկյանի 2 հոգի են լինում որ աշտարակի մեջ հետևում էին այս հարցին գիտեք օթանավ բարձրանում են իջնում են մեքենա կա օթանավակայանի մեջ շատ դժվար աշխատանք է ամենայն դեպս այդ անձը ինչ որ աշխատում է դեպքը պատահել է ինքը կոնտրոլ էր անում այդտեղ աշխատում է իրեն չեն հեռացրել չեն մեղադրել եւ ինքը մեծ ցավ է արտահայտվել ասում է իմ սխալս էր երևի այսինքն ինքը ընդունել է որ ինքը սխալ աշխատանք էր բայց եւ այնպես դեռ աշխատում է շարունակում է իր աշխատանքը այստեղ մեկ օթաչուների կապիտանի օթաչուի եղբայրներից մեկը որ գրում է ասում է որ
դու շատ շուտ հեռացար օդաչուի պատկերն եք տեսնում իր եղբայրը գրում է որ իմ եղբայրս բայց կարող ես գլուխդ բարձր պահես որովհետև դու մի սխալ չես կատարել ասում է եղբայրը օդաչուի երբ որ գրերն է սոցիալ մեդիայի միջոցով այսպես տեսնում եք եւ ուրիշներ այսպես ցավ են արտահայտվում այս բերումով այսպես տեսնում եք դժբախտություն ինչ որ պատահել էր ռադարի սիստեմ կա բայց կարծեք թե այդ սիստեմը ճիշտ այդտեղ չեն հայտնել թրաքը այդ թրաքի վարորդները այնտեղ չեն իմացել ինչ է կատարվում կամ չեն լսել, չեն հետևել եւ դրա համար այս Լուգարդիա էրպորտում այս դեպքը պատահել է Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել DHS-ը, Department of Homeland Security-ին, որտեղ այդտեղ է ինչ որ օդանավակայաններում 60,000 մարդ է աշխատում, այդ որ ճամբրուկն են չեք անում, ձեր մարմինն են չեք անում, այդ մարդիկ աշխատավարձ չեն ստանում 39 օր է որ աշխատավարձ չեն ստացել, որտեղ այդ դիպարտմենտի բաջեթը հաստատված չի, իսկ զարմանալի է հենց այդ դիպարտմենտի մեջ այն ոստիկաններ, որ գնում են անօրինականներին ձերբակալելու, իրենց բաջեթը տրված է, բայց այդ մարդիկ, որ օդանավակայանում են աշխատում նույն մինիստրության, նույն նախարարության համար աշխատում են, նրանց աշխատավարձը հաստատված չի, դրա համար աշխատավարձ չեն ստանում, դրա համար որոշ ես երեք նաև ցույց տվի որոշ օդանավակայանում աշխատողները 40%-ով աշխատանքի չեն գալիս, որտեղ աշխատանք չի ստանում, ստիպված է գնա ուրիշ այս վարքյանից աշխատանքներ կատարի, որովհետեւ ընտանիքի ծախսը հոգա։ Հիմա ես ուզում եմ այստեղ ցուցադրել, տեսնեք որովհետև քիչ այս կապույտ շորակողները նախագահ Թրամփը հրաման է տվել որ Department of Homeland Security-ից ուրեմն գնան այնտեղ օգնեն իհարկե չեն կարող աշխատանք որ իրենք անում են սրանք տարիներ փորձեր են գնացել են եւ այսպես White House եւ ներկայացնի տուն եւ Սենեթը բանակցության մեջ են նոր նախարար է նշանակված Department of Homeland Security Mullen այդ անձնավորությունն է նախկին նախարարին նախարարուհին հանել է նախագահը նոր անձ է նշանակել այդ DHS տեսնում եք Department of Homeland Security հովանու տակ է աշխատում FEMA Federal Emergency հաստատությունն է Coast Guard-ը սահմանապահները TSA Transportation-ը այդ department-ին կապ ունի բոլորը եւ իրենք այսպես գումարը հատկացնում են, բայց այդ մասը drug trafficking այդպես մնացել է immigration enforcement-ը իրենց գումարը ճոք հաստատվել է այսը ասացի այդ immigration-ի ոստիկանները նրանց աշխատավարձը չի խանգարվել, բայց այս մարդիկ, որ կապույտ շորով տեսնում եք օդանավակայանում են աշխատում, իրենց աշխատավարձ չեն ստանում, չեն գալիս աշխատանքի, մարդիկ դժվար կացության մեջ են, իհարկե ամեն տեղ այսպես չի, օրինակ մեր շրջանում Լոս Անջելեսի օդանավակայան եւ Բերբանկի այսպես դժվարության մեջ չի։ Հիմա airline-ները ասում են մեր բենզինը շատ թանկացել է, օդանավի վառելանյութը թանկացել է 20%-ով ասել են օդանավի թիքետների գինը բարձրացնելու են այս ընկերությունները օդանավի բարձրացնելու են գինը այսպես տեսնում եք դժվար կացության մեջ այստեղ օդանավներ եթե միտեղ պիտի գնաք 3 ժամից պետք է հատկապես հարցնեք 3 ժամից 6 ժամ կարող է ուշացում ունենաք չկարողանաք հասնել օդանավը
այսինքն այնքան շարքի մեջ մնաք, որ օդանավակը կարող է թռչի գնա, դուք տեղ մնաք, դրա համար օր առաջ, ժամ առաջ ամեն ինչ ուսումնասիրեք եւ ժամեր առաջ օդանավակայան գնացեք, եթե պիտի օդանավով ճամփորդեք։ Ես դադար վերցնեմ, Էլին Մարտիրոսյանն է ովանավորում ծրագիրը, սա փաստաբան է, որ ձեզ առաջարկում է բրանդ փողոցի վրա է 611 նորդ բրանդ, բայց ժամադրություն հարկավոր է, սա ռախոսահամարն է ձեզ մոտ նշանակ։ Եթե դուք ակսիդենտ ունեք եւ դուք մեղավոր չեք, ուրիշը ձեզ վնաս ասել, ձեզ պիտի վճարեն մեքենայի հատուցում տան մեքենայի համար, ձեր մարմնային եթե վնասներ ունեք դուք կամ մեքենայի մեջ ուրիշներ եղել են, բոլորը պետք է ձեզ վճարեն։ Այդ հարցը ճիշտ լուծում ստանալու համար, ճիշտ գումարը ձեզ հատկացնելու համար զանգարեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խորհրդակցեք Գլենդելում բրանդ փողոցի վրա։ Central Avenue Pharmacy ովանավորում է ծրագիրը։ Central Avenue Pharmacy գտնվում է Գլենդելում, Կալիֆոռնիա փողոցի վրա։ Իսկ իրենց նոր կենտրոնը բաց են արել Central Avenue Pharmacy-ին Sunland քաղաքում, որը ծառայելու է, եթե դուք ապրում եք Sunland, Tahanga, Silmar, Simi Valley, այդ քաղաքների բնակիչներն եք, կարող եք գնալ տեղատունը շնորհավորել այս նոր բացման համար կամ զանգահարեք ձեր տեղերը կբերեն ձեր տանը։ Ուրեմն Central Avenue Pharmacy զանգահարեք։ Շահին Թուրը ովանավորում է ծրագիրը։ Իրենք նորից կազմակերպել են թռիչք դեպի Ժապոն։ Այսպես 2 անգամ ավելի ճամփորդներ ունեին, ուրեմն նորից այս ճամփորդությունը նրանք ցանկություն են գնան իրենց մայրերի արգանքի համար, իրենց տանեն, արձակուրդ տանեն, մայրերի օրվա առիթով կազմակերպված այս Ժապոն գնալու թուրը 10 օրվա համար է $3690 կվերադառնա։ Նախագահ Թրամփի հրամանով 1500 Ամերիկայի ամենապատրաստված զինվորականներից 82 Airborne Division նրանք նաև ղրկվել են դեպի Իրան, ղրկում են, այսինքն սահմանին ղրկում են եւ մինչեւ այսպես 60000 զինվորականներ այդ շրջանում նավերի մեջ կան։ Աշխարհի երկու ամենախոշոր ռազմանավերը այդտեղ են, նաև մեկը միջերկրականի սահմանում, մեկը Իրանի սահմանում, այնտեղ են եւ այսպես պատերազմը դեռ շարունակվում է։ Ամերիկան 500 կետ օրը ռմբակոծում է եւ նախագահ Թրամփը ասում է, որ Իրանը շատ ցանկություն ունի, որպեսզի ինձ հետ համաձայնության կան, որ խաղաղությունը տիրի։ Նախագահը ասում է, մենք արդեն հաղթել ենք, մեր նպատակին հասել ենք, բայց 15 այսպես condition կամ որոշում է, որ պիտի կատարվի, որ խաղաղությունը տեղի ունենա։ Իհարկե, Իսրայելը ասել է անկախ դրանից Ամերիկան կդադարեցնի պատերազմը, իրենք շարունակելու են ու ռմբակոծելու են Իրանը, ինչ որ մինչ հիմա 10000 կետ այս օրերի ընթացքին Իսրայելը ռմբակոծել է տարբեր տեղեր Իրանի ռմբակոծել։ Ես հիմա այստեղ ուզում եմ ցույց տալ, որ տեսնեք տեղի ունեցող դեպքերից մի մասը տեսնեք, այստեղ նախագահ Թրամփն է, որ ասել է, որ մենք արդեն հաղթենք։ Տեսեք, հենց այսօր cluster bomb, այս կտոր Իրանն է ղրկել է դեպի Իսրայել եւ կարողացել է Իսրայելի շուրջը ամերիկան տարիներ առաջ 5 բիլիոն հատկացրեց, որ մեկ գմբեթ ստեղծվի, որ հրթիռ չկարողանա մտնի Իսրայել, բայց Իրանի այս հրթիռը ինչ որ ուղարկել են 14 միսայլ կամ հրթիռ կարողացել է անցնի այդ տեղից։ Իրանն եք տեսնում եւ այսպես տեսնում եք ռմբակոծում է Ամերիկան, ռմբակոծում է Իսրայելը, ռմբակոծում է, իսկ դեռ շարունակվում է այս Իրանը դիմադրում է, հրթիռները ղրկում դեպի Իսրայել, տեսնում եք այսպես շենքը քանդվել է եւ
Հիմա Պակիստանը միջամտում է, որպեսզի կարողանա Ամերիկա եւ Իրանի միջև միջնորդ դառնա, Պակիստանը այսպես տեսնում եք։ Ամենայն դեպս ամերիկացի զինվորներից Սա Իրանում եք տեսնում Իսրայելի վարչապետն է, որ ինչ որ ցեզ ասացի, անկախ դրանից ինչ է կատարվում, իրենք շարունակելու են ռմբակոծելու են Իրանը, մինչև լրիվ կարողանան հաղթեն իրենց։ Նաև Սաուդի Արաբիայի ղեկավարն է, որ ասում են Ամերիկային ասել են լավ ռմբակոծեք Իրանը, բայց այսպես ասվում է, իհարկե ինքը այսօր ուզեց որ միջնորդի որ օր առաջ, որովհետև այդ Իրանի հրթիռները նաև Սաուդի Արաբիային վնասներ է հասցրել, տեսնում եք նախագահ Թրամփը Սաուդի Արաբիայի թագաժառանգը, որ կառավարում է երկիրը, որտեղ հայրը ծերացել է, մասնակից չի։ Այսպես թվում է, որ Ամերիկան զինվորականներ այդ Airborne-ը, որ ասացի 1500 զինվորականներ տարերն են, ուզում են Իրանի հարավում, որ նավթը այդտեղից է դեպի աշխարհ գնում, այդ տարածքը գրավեն, ոչ թե երկիրը, այլ միայն այդ տարածքը, որ նավթը այդտեղից գնում է դեպի աշխարհը։ Տեսնում եք 4500 մարիներ, սեյլերներ միայն մեկ նավի մեջ են։ Այսպես սա է ընդհանուր վիճակը այս պատերազմի եւ նախագահն է, որ մեկ օր ասում է, որ մենք հաղթեն ենք, պատերազմը կկանգնեցնենք, մյուս օր ասում է առավել կռմբակոծենք, մի երկու ամիս այնտեղ ենք լինելու կամ մի ամիս այնտեղ են։ Իրանի արտգործ նախարարությունը ասում է, որ Թրամփի արտահայտությունը, որ ուզում է, որ այսինքն այս արտահայտությունները անում է, որ բանակցություն կա եւ այլն, դրա համար է, որտեղ նավթի գինը բարձրացել է։ Այսօր նավթը մի տակառը $93 էր։ Իրենք ասում են, որ բանակցություն գոյություն չունի, որովհետև նավթը օրը թանկանում էր, ասում է, որ բանակցության մեջ ենք, մենք մի բան չենք ընդունել եւ այդ մտահոգությամբ է, որ նախագահը ասում է, սա ասում է Իրան իհարկե, որ նախագահը այդպես է արտահայտվում, որ նավթի գինը շատ չբարձրանա, որովհետև մարդիկ խիստ բողոքում են, մեծամասնություն այս երկրում դեմ են այս պատերազմին, որովհետև իրենց կյանքի վրա շատ ազդել է, ամեն ինչը շատ թանկացել է, ուտելիքը եւ ամեն ինչ շատ թանկացել է, ուրեմն այդ բերումով է, որ նման արտահայտություններ է կատարում, ասում են այսպես։ Ես ուզում եմ հիմա խոսել նաեւ եթե շարունակենք ինչ որ ձեզ ասացի, Իրանը նաև արձակվում է, տեսնում եք այստեղ դեպի Իսրայել ռումբ է ուղարկում, իսկ նաև ռմբակոծում են, Իրանը խիստ ռմբակոծվում է, այստեղ իհարկե Իսրայելում տեսնում եք ինչ որ կատարում է, նաև Իրանի վրա ռմբակոծումներ շատ է տեղի ունենում, անձիկ մոտարապես թվում է 3000, սա Իրանն է ռմբակոծում է, Ամերիկան, Իսրայելը, տեսնում եք այդ փլատակների տակից է հանում են մարդիկ Իրանում եք տեսնում ինչ տեղի ունենում, տեսեք այն պատուանի միջից երեխա մեծ փոքրին իջեցնում են, որ կարողանան իջնեն։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Վալերո նավթի ընկերության մասին, պիտի խոսեմ նրանից հետո Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինային այս խառը վիճակի աշխարհում, Ռուսաստանն էլ նաև իր աշխատանքն է կատարում, ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանը Մահտեսյանները, երկուսն էլ ատամնաբույժ են, եթե ատամների հետ որևէ հարց ունեք, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Գտնվում է Գլենոքս եւ Ալիվ փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, բրբանքում է Գլենդելի հարևանությանը, որը հարց ունեք ատամների հետ, լինդի հետ, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Դոկտոր Թավան Սինովանը է ծրագիրը, աչքի վիրահատող բժիշկ է, իր գրասենյակ 7 գրասենյակ ունի, ամենայն դեպս Գլենդելում Ջաքսոն փողոց եւ Քոլորադո եւ Գլենդել ավենյուն հատում են իրար այս երեք փողոց, ճիշտ այդ անկյունին է գտնվում այս ագնաբույժը։ Իսկ նաեւ Orange County-ում մի երկու ամիս է իր նոր կենտրոնը բացառել։ Դուք եթե Orange County-ում բնակվում եք, կարող եք զանգարել այս
հեռախոսահամարին 31 տարվա փորձառու ակնապուժ է անպայման հարկ եղավ զանգահարեք դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը եթե քթի հարցեր կա ուզում եք գեղեցկացնեք ձեզ գեղագիտական աշխատանքներ դեմքի քթի կատարեք անպայման զանգահարեք այս հեռախոսահամարին Glendale Adventist-ի բժշկական շենքի մեջ է գտնվում այդտեղ է իր կենտրոնը կվերադառնա Valero մեկ նավթի ընկերությունը միայն նավթ է զտում, այսինքն նավթ արտահանող ընկերություն չի։ Ամերիկայի ամենախոշոր նավթ զտող ընկերությունն է եւ Թեքսասում ամենախոշոր նավթի զտարան ունի այնտեղ։ Իսկ այսօր խիստ հրդեհ տեղի ունեցավ այնտեղ, այստեղ տեսնում եք այս ամենախոշոր զտարաններից մեկը 435,000 տակար նավթ է զտում, հրդեհ է տեղի ունեցել Եվ օրեր կտևի երևի Դուք արդեն իմանում եք բենզինը $1 գերազանցում է քան թե պատերազմը սկսեր իսկ հիմա սա ինչպես պիտի ազդի նավթի գնի վրա այսինքն բենզինի գնի վրա եթե պիտի գնեք ահա այսպես եթե խնդրեմ կար հիմա խնդրեմը նաև երեք գիշերը սկսել էր այս Վալերոն ասում է բոլոր աշխատողները վիրավորված ոչ ոք չունենք այստեղ եւ այսինքն մեկը չի մահացել թե պայթել է այս խոշոր զտարանը մարդկային վնաս չի եղել բայց գործարանը ամիսներ երևի պիտի տևի կարողանա այդ զտարանը նորից իր աշխատանքը սկսի այստեղ տեսնում եք մեկը վազում է այդպես օթանավների վրա կազդի երևի նրանց այդ որտեղ այդտեղ ոչ թե միայն մեքենայի համար է աշխատանքը տեղի ունենում, այսինքն մեքենայի վառելանյութը, այլ օթանավի եւ բոլորի։ Օթանավներն էլ քիչ առաջ ասացի, որ այս օթանավի ընկերության մենեջմենթը, ղեկավարները ասում են կինը նաեւ օթանավի տոմսակների բարձրանալու է։ Ես ուզում եմ ձեզ հիմա ցույց տալ Ռուսաստանը խիստ ռմբակոծում է Ուկրաինան, բայց արևմտյան մասը Ուկրաինայի, որտեղ պատերազմը շատ արևելյան մասում է, բայց նաև ռմբակոծում է արևմտյան մասը, եթե շարունակենք այստեղ տեսնում եք այդ 100-ից ավել դրոն, 900 ավել շուտ 983 24 ժամվա ընթացքին դրոնով արձակվել է շենքեր, եկեղեցի, դպրոց եւ ահա այսպես ռմբակոծում է երևի, որովհետեւ աշխարհը զբաղված է այս Իրան, Ամերիկա, Իսրայելի պատերազմով եւ արմար առիթ է որ ինչ որ պիտի անի Ռուսաստանը երևի կատարում է այդ իշահի իրենց Ռուսաստանին։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ մեկ actor Ալեն Ռիչսոն, որը ճանաչված actor է, այսպես ֆիլմի 43 տարեկան մեկ մոտորսիկլետով որ շատ աղմկոտ մոտորսիկլետով իրենց տան շրջապատը ուրեմն այսպես Նաշվիլ Թենեսիում գնում է մեկ մարդ գալիս է բողոքում է որ շատ աղմկոտ է հիմա քիչ հետո կտեսնեք կանգնում է իր մոտորսիկլետի առջև ինքը իջնում է եւ այս անձնավորությունը երեխաները նայում են սկսում է ծեծել իրեն հիմա միասին տեսնենք Տեսեք ինչպես է ծեծում իրեն երբ որ բողոքեն է որ շատ աղմկոտ է կանգնում է իր այդ սա ակտորն է տարբեր ֆիլմերում եղել է եւ հիմա սովորաբար պիտի ֆիլմի մեջ եք տեսնում այս իր ֆիլմերից մեկն է Սովորաբար նման ժամանակ տատ է բացում, տեսնում եք անձը կանգնած էր մոտորսիկլետի առջև իջնում է ու սկսում է ծեծել եւ բայց չգիտես ինչպես է, որովհետեւ նման, եթե դուք մեկին հարվածում եք, կռիվ է լինում, պոլիս գալիս է երկուսին էլ ձերբակալում է, բայց տատ չի բացվել, երևի անձին գոհացրել է, գումար է տվել անձին, տատ
տեղի չունեցել, ուրեմն իրեն տատի չպիտի տան, այսպես տեսնում եք այս Ալեն Ռիչսոնին 43 տարեկան, որ այսպես կռվի մեջ է բռնվում եւ վիդեոն կա, սա մի վիդեո է, որ կարելի է օգտվել իր դեմը, բայց ասացի կարծեք թե միասին համաձայնության են եկել Ռիչսոնը ինքը նաև չի հետևել տատը, այսինքն ոչ ինքն է անձից դեմ բացարել տատ, ոչ անձը իր դեմ հիմա մանրամասնությունի հայտնի չի ինչ է պատահել, որովհետև սովորաբար պոլիս գալիս է երբ խոսում է, եթե դուք ասեք ես ուզում եմ տատ բացանեմ անձի դիմաց, նա էլ ասի ձեր դիմաց, երկուսին էլ ձերբակալում են, տանում են, մինչև հետո բեյլ պետք է տնեք, դուրս գաք, հետո գնաք դատարան այլ ամեն ինչ կարծեք կարողացնեն լուծեն երկուսը միասին։ Ես հիմա ուզում եմ նաև խոսել մեկ մարդ, որը գնացած է լինում Աֆղանստանում էր 2015 թվականի հունվարից բանդում էր եւ հիմա հանկարծ թալիբանները իրեն ազատել են, ամերիկացի անձնավորություն է, այստեղ տեսնում եք մորուքով այս անձնավորությունն է, որ ազատ է արձակել ամերիկացի, ինչ որ այնտեղ ձերբակալված էր եւ այսպես ասում է Աստծո շնորհակալ է, որ կարողացել է հետ վերադառնա, որտեղ այնտեղ մտահոգված է եղել, որ վերջը կարող է իրեն սպանեն, նամանավանդ հիմա Փակիստանի հետ Ուկրաինան, այսինքն Աֆղանստանը պատերազմի մեջ է նաև Պակիստանի հետ, ռմբակոծում է Պակիստանը որոշ տարածքները իրեն շրջանում, ամենայն դեպս իրեն ազատ են արձակել, վերադարձել է Ամերիկա։ Ես պիտի Տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից շարունակեմ մյուս տարի United Airlines-ը մեծ խոշոր օդանավի ընկերություններից հետո տեսեք ինչ է ծրագրել, եթե դուք ճամփորդեք United-ով, երկար ճամփորդության ժամանակ շատ օգտակար է, իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post ձեզ առաջարկում է, եթե մի ծանրոց իրենց հանձնեք, իմ անունը տակ, վրեժի անունը տակ $1.99 օդանավով կտանեն, որևէ տեղ այսպես քին չեք կարող գտնել, օդանավով կտանեն Հայաստան, ձեր ազգականին կասնեն, իսկ եթե իմ անունը տակ մեկ բաքս, այսպես տեսնում եք, հանձնեք իրենց, $2 անվճար կտանեն Հայաստան ձեզ համար, $40 բաքս վերցրեք, 2 առավել $40 բաքս կտան ձեզի, որ ինչ որ ուզում եք լցեք, ուղարկեք ձեր ազգական բարեկամներին Հայաստանում, ուրեմն $40 վճարում եք, $120 չափ կարող եք ծանրոց ուղարկել Հայաստան, նաև մեքենա կարող եք ուղարկել, մեքենան կինը իջեցրել են 2400 եւ 500 է, տեսնում եք 1690 եւ 1790 կին իջեցրել են, Երևան Post գտնում եք Grand Hills-ում է գտնվում, այսպես եւ հեռախոսահամարը նշանակեք, կահկարասիկ կարող եք ուղարկել, նաև 1%-ով դուք կարող եք գումար փոխանցել ձեր ազգականին Երևան Post-ում, տվեք իմ անունը Ավել Էժան ձևով կարող եք գրել բոլոր այդ ծրագիրը հովանավորում է Court Furniture-ն է հովանավորում, Court Furniture-ը Ամերիկայում խոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է, 100-ից ավել խանութ ունի, Central եւ Մրթելի հատմանկետում, Euclid եւ 405 Freeway հատմանկետում, Orange County-ում, Santa Ana-ում, San Francisco-ում, Miami-ում, Washington-ում, New York-ում, ամենտեղ խանութներ ունի Court Furniture-ը, այդտեղ այցելեք, եթե կարիք ունեք նոր մատրեսի, գրասեղան, սեղանաթոռ։ Ծրագիր նաև հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձել եք մի ապարտման կամ առանձնատուն եք վարձել, այդ բնակարանը պետք է մաքուր լինի, մուգ չպիտի լինի, մրջուն չպիտի լինի, միջատները պահարանը բացում եք չպիտի գնան, իջնեն, ուրեմն այդպես է, զանգարեք, ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում, մինչև այն ժամանակ, որ ինքը հատուցում վերցնի, հետո այդ գումարից իրեն կվճարեք, ուրեմն ամեն ինչ անվճար է,
խորհրդակցության համար կարող եք զանգարել այս հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում նաև եթե ակսիդենտ եք ունենում, ավտովթար եք ունենում, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք, Չոփորյանները 3-ն էլ փաստաբաններ են, զանգարեք 818 244 47 47 կվերադառնա։ Մյուս տարի United Airlines-ը հարմարություն է ստեղծել, որ դուք կարողանաք, եթե երեխաների հետ մանավանդ ճամփորդում եք, աթոռները մի ձև է լինելու, որ կարող եք հանգստանալ, այնտեղ պարկել, քնել եւ այլն։ Ես այստեղ ուզում եմ ցույց տալ, ինչ է պատրաստում United Relax Row, այն շարքը, որ կարող եք հանգստանալ, այսպես հիմա տեսեք մի ձև է, որ լրիվ մահճակալի է փոխվում, այսպես կարող են պարկել, քնել, եթե երեխաներ կան, nap time, եւ այսպես տեսնում եք հանգիստ ունենան այդտեղ երկու հոգի հանգիստ, եթե երեխաները ուրիշ այսպես ճամփորդում են, հեշտությամբ կարող են ճամփորդեն, որովհետեւ լրիվ փակվում է, մահճակալի նման է դառնում այս տարածքը։ Ես ուզում եմ նաեւ հիմա ձեզ ցույց տալ Կալիֆոռնիա նահանգապետ լինելու հանգամանքի համար միցև էին արել, որ մենակ հարուստները կարող էին ընտրության այս գիտեք միշտ երկխոսություն վիճաբանում են տեխնացուները իրար հետ միցև էին արել, որ ճանաչված մարդիկ մանավանդ այս իսպանախոսները դուրս էին մնացել։ Հավիեր Բեսերա նախկին Ամերիկայի նախարարներից է եղել եւ Վիրագոսա, որ այս ծրագրի հյուրն է եղել, այս Կալիֆոռնիայի ներկայացնի տան խոսնակն է եղել, Վիրագոսային եք տեսնում, նաեւ ինքը եղել է Լոս Անջելես քաղաքի, Ամերիկայի երկրորդ ամենախոշոր քաղաքի քաղաքապետն էր եղել, սրանք ոչ մեկը հրավիրված չէին, հրավիրված էին բիլիոնատեր Ստայրանունով եւ նոր անձնավորություն, որ խոշոր ինք քաղաքապետ է եղել, իսկ հիմա մեծ գումարներ կարողանում է հավաքի, Քրուսոն նաեւ իրեն ովանավորում է, հարյուրավոր հազարավոր գումար են տրամադրել, որպեսզի միայն մի քանի հոգու արծաձրույցան են։ Բողոք եղավ, որ սպանախոսին, սևին, այսպես Հավիեր Բեսերա ամենավերջում տեսնում եք նախարար եղել, նախապես Health and Human Services-ի նախարարը, ամենախոշոր նախարարությունից մեկը հրավիրված չէին։ Այնուամենայնիվ դեպս հիմա բոլորը հրավիրված են։ 2 ռիփաբլիկան կա, 8 դեմոկրատ։ Միցև է, որ այս 8-ը մտահոգություն ունեն դեմոկրատները, որ այս 8-ը քվեները կբաժանվի, ինչպես հիմա մեր ընտրությունն է գլենդելու։ 3 ոչ հայ կա, 9 հայ կա։ Քվեն կարող է դեմոկրատների մեջ բաժանվի հունիսին գլենդելի ընտրությունը այդպես չի, գլենդելու ընտրությունը հունիսին վերջնական է, իսկ իրենց ընտրությունը նախնական ընտրությունը 2 հոգի պիտի մնան, որովհետև դեմոկրատները մտահոգ են, որ կարող է քվեն իրենց մեջ բաժանվի, ուրեմն այս 2 ռիփաբլիկանը կարող է անցնեն երկրորդ փուլ նոյեմբերին եւ այստեղ այդպիսով ոչ թե քվեն ունեն, այլ միցև է, որ կարող է իրենք դառնան նահանգապետը։ Եթե այստեղ մեծամասնությունը դեմոկրատ են քվեարկում, ռիփաբլիկանները այդպես բախտ չունեն ընտրվելու, բայց հիմա դեմոկրատները մտահոգված են, որ հանկարծ կարող է նախնական ընտրությունում իրենք բարձրանան։ Անցնենք առաջ, եթե տեսնում եք այս անձիկին, այս տեխնացուներն են, ինչ որ տեսնում եք այդտեղ, եւ պատկերներն եք տեսնում candidate for California governor, այսպես վիճակ է տիրում։ Ես ուզում եմ խոսել նաեւ Meta ընկերության մասին։ Meta ընկերություն Zuckerberg անձը տիրականն է Ամերիկայի հաճախ այս մեծահարուստների հարստությունը բարձրանում իջնում է երկրորդ ամենահարուստն է, երրորդ է լինում, չորրորդ, 5-րդ, բայց այդքան միշտ այդ առաջին 5-ի մեջ է լինում Մարկ Զուկերբերգը եւ հիմա տատ են բացարել Նյու Մեքսիկոյում։ Այդ տատը այսօր հաղթվեց, որ այս
social media-ն միցև են արել, որ երեխաները մխրճվում են եւ այնտեղից ուրիշները իրենց վրա ազդում են, երբեմն ինքնասպան են եղել ուրիշ խնդիրներ, որ այս ընկերությունը ստեղծում է երիտասարդության համար, պատանիների համար ավել շուտ, այդպես է, իրենք ասում են մենք ամեն ինչ արել ենք, որ պատանիները սահմանափակ կարող են նայեն, ընտանիքները կարող են կոնտրոլ անեն, բայց եւ այնպես դատարանում նույն հարցերը խոսվեց եւ հաղթվեց, ուրեմն մոտարապես 390 միլիոն դոլար դատ էր բացված, իսկ Լոս Անջելեսում նաեւ դատ է բացված, որ այնտեղ ջուրիները մի օր խորհրդակցեցին իրար հետ եւ Facebook-ին կամ Meta, որ Facebook-ի տերն է, մեղավոր եղավ եւ պետք է տուգան են։ Իհարկե ինքը կարող է վերանայման դատարան տա եւ այլն, իհարկե, իսկ Լոս Անջելեսում 10 օր է ջուրիները իրար հետ խոսում են, չեն կարողանում համաձայնության կան։ Շարունակենք, այստեղ տեսնում եք տեղի ունեցող դատերի մասին է, որ դատավորը ասաց հետո պիտի որոշի, որ բացի գումար ինչ է առաջարկելու Meta-ի ընկերության նշանն եք տեսնում, ամենայն դեպս այսպես հաղթվել է այս դատում։ Մեկին 20 տարեկան մեկին խմիչք է շատ օգտագործում, նստում է մեքենայի մեջ ու տեսեք ինչ է, ինչ վիճակ է ստեղծում։ Մարդիկ բախտավոր են, տեսեք մեքենայով բոլորին բրթելով, գնում է, ջարդելով, գնում է եւ բարեբախտաբար ոչ ոք չի մահանում։ Վիրավորներ կան, բայց հետո իրեն ձերբակալում է պոլիսը, չի կարողանում կանգնի անգամ այս 20 տարեկանը, ամենայն դեպս պիտի դատավարություն լինի եւ երևի պատիժներ լինի։ Ես ուզում եմ ցույց տալ որոշ գնում եք խանութ, այսպես vegetable առնում եք, այստեղ տեսնում եք Trader Joe-ում է սա։ Trader Joe-ի միջում հիմա անցնենք առաջ, կտեսնեք, եթե այս տեսնում եք բրինձն է, chicken fried rice տեսնում եք եւ նման, եթե գնում եք, ասում են ապակի կամ մեջը, այսինքն այս տոպրակի մեջ նաեւ ապակի կա, որ կարող է անձ ուտի վնաս հասնի իրեն այդ խողովակներին վնաս հասնի, երբ որ ուտին այսպես Trader Joe-ի, բայց անունը գրված է, տեսնում եք chicken rice, վրան գրված է vegetable fried rice, այստեղ տեսնում եք, նման են սրանք, ուրիշ բաների մասին խոսքը չի, միայն այսպես ինչ որ այստեղ ձեզ ցուցադրում եմ, ցուցադրում են chicken-ով ուտելիք ունի, միայն սրանք, ուրիշ բաները ապահով են։ Մինչ հիմա, բայց բարեբախտաբար ոչ մեկին վնաս չի հասցրել։ Ես մի դադարվեցնեմ, վերադառնամ, շարունակեմ ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Տեղատուն է Գլենոքս փողոցի վրա եւ Highland փողոցի հատման կետում է։ Հեռախոս շատ է, իշտ է 818 000 777։ Զանգահարեք, որպեսզի ձեր տեղերը բերեն տանը կամ դուք գնացեք տեղատունը, եթե տեղերի կարիք ունեք, ձեր տեղատոմսը իրենց տվեք այս Primate Pharmacy ծառայությունից օգտվեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը։ Եթե ալերժիով ասմով տառապում եք, զանգահարեք այս հեռախոսը համարին։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, որը տարատեսակ դաշնամուրներ է առաջարկում, 600-ից ավել դաշնամուր կա, $1000-ից մինչև հարյուրավոր, հազարավոր դոլարներ դաշնամուր այնտեղ գոյություն ունի, գերմանական, իտալական, Czech Republic, ժապոնական, կորեական, որտեղ որ դաշնամուրը, ամերիկյան դաշնամուրը այնտեղ կգտնեք։ Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը, Raffi's Market Բրբանքում է Գլենդելի արևանության, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, այցելեք կվերադառնաք։